Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն։ Ասում եմ ձեզ, եթե չափաշխարեք, բոլորդ էլ կորստյան պիտի մատնվեք։ Այսօրվա սիրելիներ ընթերցումների մեջ Հիսուս երկու անգամ ասում է, եթե չափաշխարեք, բոլորդ էլ կորստյան պիտի մատնվեք։ Եվ պատմեց մեզ անպտուղ թզենու առակը։ Ինչ է խորհրդանշում այս կիրակին եւ ուր ենք մենք գնում, այս հաջորդական կիրակիները, որ հիսնակի կիրակիներն են, Տեր ամեն անգամ մի նոր առակի միջոցով պիտի փորձի մեզ բացատրել եւ ցույց տալ, թե ինչպես մենք կարող ենք այսօրվա Պողոս Արաքյալի խոսքի համեմատ սուրբ կյանք ունենալ, որպեսզի մենք էլ կարողանանք մեր մեջ Քրիստոս ծնել եւ Բեթխեմյան մսուրը տեղափոխել մեր մեջ, մենք էլ դառնալ այն հացի տունը, որտեղ Տերը պիտի գա, բնակվի եւ մենք էլ մեր հերթին լույս պիտի դառնանք մեր շրջապատում ապրող յուրաքանչյուր մարդու համար։ Հիսուս դեպի Երուսաղեմ էր գնում, չարչարվելու, խաչվելու եւ հանկարծ փարիսեցին ոմանք մոտեցան Հիսուսին, ասացին. Գիտես ինչ եղավ Երուսաղեմում։ Մի խումբ գալիլեացիներ, որ ուխտի են եկել Երուսաղեմ Տիրոջ տաճար, հանկարծ Պիղատոս նրանց սպանեց եւ նրանց արյունը խառնեց Զոհրի արյան հետ։ Հարցնողները փարիսեցիներն էին եւ նպատակը բարի չէր, սիրելիներ, որովհետեւ նրանք ատում էին գալիլեացիներին, որովհետեւ այնտեղ մարդիկ կային, որ մեծ խումբ էին կազմում, ովքեր ապստան ոգի ունեին եւ ուզում էին անպայման զենքի միջոցով ազատագրվել ռոմեական լծից եւ նրանց նպատակը մեկն էր՝ Հիսուսին փորձել, ծուղակը գցել եւ Հիսուսին մատնել, որովհետեւ իրենք ուրախացել էին, որ այս մարդիկ սպանված են։ Բայց տեսեք, սրանց քաղաքական նպատակը, հարցադրումը, որ Հիսուս փոխում է հոգեվոր բնույթի, բերում է հոգեվոր դաշտ, այսինքն ուզում է յուրաքանչյուր մարդ, ինչ որի շուրջը տեսնում է, ինչ որի շուրջը կատարվում է, մեկ բան հասկանալ, որն է այդտեղից հոգեվոր խորհուրդը։ Եվ ասում ինչ եք կարծում, մնացած գալիլեացիներ ավելի արդար էին, քան այս 18-ը, ոչ, ասում է, եթե չափաշխարեք, դուք էլ պիտի մեռնեք։ Եվ Հիսուս բերում է մյուս օրինակ, ասում է, հիշում եք, Սելոմոն ավազանի մեջ, երբ քանդվեց, այնտեղ 18 հոգիներ զոհվեցին։ Ինչ եք կարծում, սրանք ավելի մեղավոր էին, քան Երուսաղեմի մնացած ամբողջ ժողովուրդը։ Ոչ, ասում եմ ձեզ, եթե չափաշխարեք, դուք էլ պիտի կորչեք։ Տեսեք, սիրելիներ, գալիլեացիներն ուրախացել էին, որ Երուսաղեմում պաշտամունք մատուցողներն էին զոհվել, նահատակվել այդ քարերի թափումից։ Երկուսն էլ մեկը մյուսի մահով, մեկը մյուսի մեղքի պատճառով ուրախացել էր։ Ինչպես այսօր մարդիկ սպասում են տեսնեն, թե ում մասին ինչ կգրեն համացանցում, որ ուրախանան, զվարճանան, ուրիշի դժբախտության վրա փորձել ինքնահաստատվել։ Նույն բանն է, մարդկაც կյանքի մեջ ոչինչ չի փոխվել։ Բայց բոլոր մարդիկ էլ Հիսուս ուզում է ասել, որ բոլորդ էլ մեղավոր եք, եթե չափաշխարեք, դուք էլ եք կորչելու։ Որովհետև մեղքի վարձն է մահը։ Երբ որ մարդը մեղքի կյանքով է ապրում, երբ որ մարդը ամբողջ օրը իր տրամադրած է մեղքով հետարքրվելու, մեղքը բացահայտելու, մեղքի մեջ լինելու ցանկությամբ, իրեն էլ մահ է սպասում։ Մեկին շուտ, մեկին ուշ։ Մեկ իր անկողնում պիտի մահանա, մյուսը ճանապարհին դժբախտ պատահարից պիտի մահանա, մեկ ավտովթարից, մյուսը ավիավթարից, մյուսը նավը պիտի խորտակվի, բայց մահը պիտի գա մեր կյանքի մեջ։ Սուրբ Գիրքն ասում է, որ ինչ էլ որ լինենք, մահը անպայման մեզ պիտի հանդիպի։ Ինչպես պիտի մենք կանգնենք այդ մահվան առջև։ Ուրեմն ապաշխարության հրավեր է ուղարկում Տերը։ Բոլոր կատարվող դեպքերի մեջ, քաղաքական, հասարակական, ընկերային, ընտանեկան դեպքերի մեջ Հիսուս մեզ հրավիրում է ապաշխարության։ Ինչ է ապաշխարությունը։ Հունարեն իմաստով սիրներ նշանակում է նոր մտածողություն։ Այսինքն մարդը ինքը պիտի դադարի մեղքի կյանքի մասին մտածելուց, մեղքը գործելու, կեղծելու, խաբելու, գողանալու, հափշտակելու, կաշառելու այդ մտածողությունից պիտի ազատագրվի։ Նոր մտածողություն պիտի ունենա, որպեսզի նոր մարդ դառնա, որովհետև ամեն ապականություն սկսվում է մարդու մտքից։ Սա է ամեն անպատկառը մեր կյանքի մեջ, որ ոչինչից չի ամաչում, չի վախենում, ինչ ուզում մտածում է, ինչ ուզում խորում է, եւ ոչ միայն մեր մարմինը, մեր հոգին է ապականում եւ տանում է կորստյան։
Իսկ այն մարդը, ով ուզում է քրիստոնյա լինել, ինքը նոր մտածողությամբ պիտի ապրի։ Երկրորդ հրեական իմաստությամբ նշանակում է կենցաղի ապրելակերպի փոփոխություն։ Երբ որ դու նոր մտածողություն ունես, դու պիտի նոր կյանք ունենաս ապրելու համար։ Մեղքի կյանքը պիտի թողնես, գաս Տիրոջ դաշտ, Տիրոջ տնտեսության մեջ նոր կյանք ապրելու։ Քրիստոնեական ընկալմամբ ապաշխարություն նշանակում է դարձ դեպի Աստված։ Երբ որ մարդը իր ընթացքը փոխում է, նորից վերադառնում է Աստծո մոտ, Աստծո հետ լինելու, Աստծո հետ հավիտենական կյանք ապրելու համար։ Բայց կա ամենակարևոր 4-րդը, սիրելիներ, որ այսօրվա այս խորհրդի մեջ է, որոշում կայացնելու։ Դու այսօր պիտի որոշես, ինչ ես անելու, որն է քո նպատակը այս կյանքի մեջ։ Երբ որ դու որոշել ես, որ քրիստոնյա պիտի դառնաս, այսպես պիտի որոշումդ այնպես կատարես, որ ոչ թե 1 ամիս հետո նորից հետ վերադառնաս շամպես իր փսխածին։ Մեղքի կյանքը նորից ապրելու համար։ Որոշում ես կայացնում, որ դի արդար պիտի ապրես, առանց չարախոսության, առանց բամբասանքի, առանց այլևալության, այդ որոշումը պիտի պահես։ Այս որոշումից է կախված դու կապրես թե կմեռնես։ Մարդու ապրելը ֆիզիկական կյանքի մեջ չէ, ինքը քանի տասնյակ տարի կապրի, 100 կապրի, 50, 20, 1 ժամ թե 1 օր, այլ թե ինքը Տիրոջ համար ինչքան ողջ կլինի։ Իր որոշումից է կախված, թե ինքը հավիտենական կյանքի ժառանգ է, թե այս աշխարհի մեջ իր ստացած ժառանգությամբ ապրում է, այս կյանքն է իր ամբողջ կյանքի նպատակը, այլ բան չունի անելու։ Եթե չկա այս ապաշխարության որոշումը, որ նոր մարդ պիտի բառնես, ինչպես Պողոս Արաքյալն ասում, այսօր է մեր փրկությունը, վաղը չէ, 5 օր հետո չէ, 10 օր հետո չէ, այսօր է մեր փրկությունը։ Ուրեմն այսօր դու պիտի որոշում կայացնես մտածողության փոփոխության, կենսակերպի փոփոխության, դարձ դեպի Աստված եւ այդ որոշման մեջ հաստատուն մնալ։ Տարին առաջ, երբ որ մեկը մոտեցավ ինձ, որ մկրտվել, ես իր առջև պահանջ դրեցի, որ չեմ կարող քեզ մկրտել, քանի դու այս մեղքի մեջ ապրում ես։ Ասել, երբ որ այս մեղքը կթողնես, կուզենաս նոր մարդ դառնալ, կգաս, ես քեզ սիրով կմկրտեմ։ Գիտեք ինչ պատասխանեց։ Եթե հիմա համաձայնվեմ ու 1 տարի հետո նորից անեմ, ինչ կլինի։ Իրեն ասել եմ, եթե 1 տարի հետոյի միտքն էլ մեջ որ մեջից դուրս գա, որ վստահ լինես, որ այդ 1 տարի հետո այդ մեղքը չես գործելու, կգաս Տիրոջ առջև մկրտության կարժանանաս։ Երբ որ մարդ ուզում է Տիրոջը մոտենալ, բայց դեռ կասկած ունի, որ 1 տարի հետո, 1 ամիս հետո, 6 ժամ հետո ինքը նորից կարող է մեղքի մեջ մտնել, որ իր ապաշխարությունը կեղծ է։ Եկեղեցի գալը, պատարագի մասնակցելը, աստվածապաշտության կերպարանք ընդունելը սա ապաշխարություն չէ, սիրելիներ։ Մեղավոր մարդը մտնում է եկեղեցի, գնում է առանց ապաշխարության։ Պարզ օրինակը տեսնենք Հուդայի կերպարի մեջ։ Զղջաց Հուդան, ցավ ապրեց, որ Հիսուսին մատնեց, բայց չապաշխարեց։ Հակառակը ավելի մեծ մեղք գործեց, երբ որ գնաց իրեն կախեց, ինքնասպանը եղավ։ Զղջումը դեռ ապաշխարություն չէ։ Մեղքը գիտակցելը դեռ ապաշխարություն չէ։ Շատ մարդիկ գիտեն, որ իրենք սխալ բան արեցին։ Հատկապես երբ որ համացանցի առջև նստած մարդիկ ուրիշների մասին չարախոսություններ են գրում։ Իրենք շատ լավ գիտեն, որ սա ճիշտ չէ, բայց իրենք անում են։ Նշանակում է, որ ինքը չի կարող ապաշխարված մարդ լինել։ Մարդը, որ մտնում է եկեղեցի, Տիրոջ մարմինը ճաշակում է, դուրս է գալիս, նորից մեղք է գործում, սա չի կարող ապաշխարություն հանել։ Եվ այս մարդը պիտի մեռնի, եւ ամեն մեկս պիտի մեռնենք, եթե չապաշխարենք։ Եվ օրինակը բերես Տերը անպտուղ թզենուն։ Ինչ ասաց Հիսուս։ Մի մարդ իր այգու մեջ թզենի տնկեց։ Եկավ պտուղներ փնտրելու, չգտավ։ Եվ հրամայեց, որ կտրեն, բայց այգեպանը խնդրեց, որ Տեր մի քիչ էլ ժամանակ տուր, կողքերը փորեմ, պարարտանույթ տամ, եթե պտուղ չտա, նոր կկտրես։ Ինչ է սա նշանակում, սիրելիներ։ Որևէ մարդ իր այգու մեջ, այգու կենտրոնում թզենի չի տնկում։ Թզենի միշտ տնկում են այգու սահմանային հատվածում։ Բայց ցույց է տալիս, որ այս այգին, այս աշխարհը, Աստծո տնտեսությունը, յուրաքանչյուր մարդ կարևոր տեղ ունի Աստծո կյանքի մեջ, Աստծո ներկայության մեջ։ Աստված տնկում է, որպեսզի մենք պտուղ տանք, բայց երբ որ պտուղ չես տալիս, Տերն ուզում է կտրել։ Եվ ասում է 3 անգամ արդեն այցի եմ գալիս։ 3 անգամ Տերը մեզ այցի է գալիս։ Երբ այս 3 անգամը։ Մեր մանկության տարիներին, մեր պատանեկության, երիտասարդության տարիներին եւ մեր ծերության ժամանակ Տերը գալիս է իբրև քրիստոնյա
մեզանից պտուղներ է պահանջում։ Երբ որ պտուղը չկա, ապաշխարությունը չկա քո կյանքի մեջ, դեն են նետում։ Պտղատու ծառը, երբ որ ինքը մեր այգում տնկենք պտուղ չտա, մենք էլ ենք կտրում ենք, վառելափայտ ենք դարձնում։ Այնպես էլ մեղավոր մարդն է, որ ինքը գիտակցում է, որ ինքը տնկված է Աստծո տնտեսության մեջ, ինքը եկեղեցու մեջ է, աղոթքի կյանք ունի, բայց պտուղներ չունի, պիտի նետվի դեն։ Այս 3 անգամը նաև հոգևոր իմաստ ունի։ Աստված Աբրահամի հետ ուղ դրեց, այսինքն փրկեց մեզ։ Օրենքով Մովսեսի հետ սրբագործեց մեզ եւ երրորդ Հիսուսով եկա մեզ ժառանգություն տալու հավիտենական կյանքը։ Երբ որ Աստված քեզ փրկում է, սրբագործում է, իր ժառանգն է դարձնում, բայց դու հրաժարվում ես, պիտի կտրվես։ Տերը շատ խիստ պիտի մոտենա մեզ, սիրելիներ։ Մենք շատ հաճախ գերադասում ենք այս աշխարհի մեջ ծածկել մեր մեղքերը, մեր պատիվը զիջել մեր գործած մեղքի պատճառով, համարձակություն չենք ունեն ասում, այո, գործել եմ այս մեղքը, մեղավոր եմ, ներեք ինձ։ Մենք այս ամենը ծածկելու համար ուրիշ մեղքեր ենք վերցնում մեզ վրա, խուսափելով մարդկային պաժից ու ամոթից, բայց մոռանալը, որ հավիտենական դատաստանի ժամանակ հրապարակային պիտի խայտառակվենք մեր ծածուկ ու բացահայտ գործած մեղքերի համար։ Լավ է, ես այսօր պատժվեմ իմ մեղքի համար։ Լավ է, այսօր մեղավոր արհամարված լինեմ, քան Տիրոջ առջև մերժված ու դժոխքի բաժին դառնամ այս աշխարհի մեջ։ Տերը սա է հրավիրում մեզ, խոստովանության, ապաշխարության ճանապարհով գտնել իրեն։ Բայց տեսեք Տիրոջ սերը, այգեպանը, որ Հիսուս Քրիստոսը ասում է, Տեր, մի քիչ է ժամանակ տուր, սրա կողքերը փորեմ, այսինքն այս մարդու կոտոշները կտրեմ, այս մարդու չորացած, քարացած կողքերը փապկացնեմ, նրա սիրտը, որ քարացած է, քո սիրուց պակասած է, ցամաքած է, այնտեղ ճաքեր են բացված, ես խնամ եմ այնտեղ, եթե նորից քո հանդեպ սեր չառաջանա, ինքը չջերմանա քեզանով, նոր կյանք չսկսի, պտուղ չտա, դատաստանի ժամանակ կտրիր։ Աստծո սերը տեսեք ինչքան մեծ է, համխստությամբ է մոտենում, բայց մի կողմից նաև հնարավորություն է տալիս, այսինքն մինչև մեր մահվան ժամանակը մեզ նորից հնարավորություն է տալիս մոտենալու եւ փրկվելու համար։ Սա կարևոր բան է հասկանալու, որ նաև Տերը այս միջոցով բարեխոսում է մեզ համար, խնդրում է մեզ համար, որ Տեր, եթե այս մարդը իր մանկության ժամանակ իր ծնողից չի ստացել քո հանդեպ սերը, նվիրումը, պատանեկության տարին ինքն իրեն կորցրել է մեղքի կյանք ապրելով, ծերության ժամանակ էլ հիվանդությունը, տկարությունը թույլ չեն տվել, բայց մի փոքր էլ թող այս մարդու աչքերը բացեն, նրա հոգու միտքը լուսավորեմ, որպեսզի մարդը կարողանա փրկվել։ Տեսեք, երկու հակադրություններ են սներ, գալիլեացիներն ու փարիսեցիները։ Մեկը մյուսով ուրախանում էին, որ մահացել են, տանջվել են, Պիղատոսի ձեռքն են ընկել կամ այլ բան է կատարվել, բայց հանկարծ ուզում են այս քաղաքական միտք օգտագործել Հիսուսին ծուղակը դնելու։ Սատանան էլ այսպես մեր հետ է վարվում։ Մեր քաղաքական հայացքների, մեր հասարակական ընկալումները օգտագործում է ինչ անելու, մեզ Տիրոջից կտրելու։ Մարդիկ այսօր ժամերով համացանցում սենսացիաների են սպասում։ Ամբողջ օրը հեռախոսը թերթում են, տեսնես էլ ինչ կգրեն, ում մասին ինչ խայտառակ պատմություններ կհորինեն, բայց որևէ մարդ չի անդրադառնում, որ մեկ վայրկյան ես իմ ժամանակը ժամերով տրամադրել եմ հեռախոսին եւ ես իմ հոգու համար ոչինչ չեմ արել։ Շատ բան իմացար ուրիշի մեղքերի մասին, դու դրանով չես սրբվում, չես մաքրվում, դու դրանով չես արդարանում։ Ուրիշի մասին վատ կարծիք կազմելով դու ավելի լավը չես դառնում։ Եթե մեկ իր մեղքի մեջ չի բացահայտվել, մեկ իր մեղքի մեջ չի բռնվել, դա դեռ չի նշանակում, որ ինքը ավելի արդար ու ազնիվ է, քան ով բռնված է այդ մեղքի մեջ։ Եվ նորից պատասխանն է Տիրոջ։ Ասում եմ ձեզ, եթե չապաշխարեք, բոլորդ էլ կորստյան պիտի մատնվեք։ Ամեն մարդ իր մեղքերի համար պիտի պատասխան տա, սիրելիներ։ Ես երբեք չեմ կարող արդեն, գիտեք ինչ, որ այսինչ մարդիկ մեղքեր էին գործում, դրա համար ես էլ գործեցի։ Տերն ասում է, ես էլ իմ կյանքն եմ քեզ օրինակ տվել, ինչպես ապրելու։ Քո կյանքի օրինակը ես եմ, այլ մարդիկ չեն։ Երբ որ բոլորը գողանում են, չինում դու էլ պիտի գողանաս։ Բայց երբ որ բոլորը ինքնասպան լինում, մենք ինքնասպան չենք լինում, մենք հաշվարկում ենք, որ սա մեզ օգուտ չէ, այսինքն մարդը լավ գիտի, որն է օգուտն է, որն է իր վնասը, որտեղ կարելի է կեղծել, որտեղ կարելի է հեռու մնալ այդ մեղքից։ Ուրեմն մենք գիտենք,
Եվ եթե մենք գիտենք Հիսուս ինչ է ասում, վայ ձեզ կեղծավորն, որ ձեր զավակը ասում է, որ գա ձեզանից ձուզի, արդյոք նրան օծ կամ կարիճ կտաք, եթե դուք գիտեք, ասում է, այսպես վարվել, ապա ինչպես եք դուք ուրիշների հանդեպ վարվում։ Ուրեմն եթե մենք չապաշխարենք, անպտուղ մնանք, սիրելիներ, մենք կկորցնենք ամեն բան։ Մենք այսօր անպտուղ ենք, որովհետև մեր ժամանակը, մեր միտքը չենք օգտագործում։ Մենք ուզում ենք ժամանակից առաջ անցնել, բայց մոռանում ենք, որ ժամանակից ոչ ոք չի կարող առաջ անցնել, որովհետև ժամանակն է թելադրում մենք ինչպիսին լինենք այս աշխարհի մեջ։ Եթե կարծում եք, որ 1000 տարի առաջ ժամանակները լավ էին, մարդիկ ավելի սուրբ էին ապրում, չհավատաք։ Եթե ասեմ, որ 500 տարի առաջ լուսավորության ժամանակաշրջան էր, աշխարհում ամեն բան խաղաղ էր, մարդիկ մեղքեր չէին գործում, չհավատաք։ Ժամանակը միշտ աշխատում է մարդուն կորստյան տանելու համար։ Սատանան ժամանակ օգտագործում է մեզ զբաղեցնելու համար, իր թելադրած ճանապարհով գնալու համար, եւ մենք էլ տրվում ենք այդ ճանապարհին։ Ուրիշ բան չեմ ասում, ինքներդ ձեզ հիմա մի պահ հարցրեք, այս անցնող ամբողջ շաբաթվա մեջ քանի հոգի եք գոնե կես ժամ Աստվածաշունչ կարդացել։ Կսարսափեք իրականությունից, չկա այդպիսի բան։ Բայց ժամերով համացանցը թերթել եք, լուրեր լսելու, տեսնեք, էլ ինչ կեղծիքներ կան մեր կյանքի մեջ, հավատանք կամ չհավատանք դրանց։ Այս ապաշխարության հրավերն է, նոր միտք ունենալու, սիրելիներ։ Երբ որ դու ինքդ նոր մտածողություն ունենաս, քեզ չի հետաքրքիր ուրիշի կյանքը, ուրիշի նիստուկացը, ուրիշի տանը ինչ է կատարվում։ Դու կհետաքրքրվես քո տան մեջ ինչ է, քո հոգու տան մեջ ինչ է կատարվում։ Դու կփոխես ընթացքը, որպեսզի հասկանաս ինչպես պիտի ապրենք մեր կյանքի մեջ։ Մի օր երկու հարևաններ կային, սիրելիներ։ Մեկի տան ամբողջ օրը կռիվ էր։ Ամուսինները իրար չէին հասկանում։ Վիճ, վեճ, գոռոց, ճվոց։ Մյուս տանը կատարյալ լռություն էր։ Եվ ամուսինը ասում է գնամ մի օր թաքնվում այս մարդկանց տան մեջ, լսեմ ինչ է կատարվում այստեղ, որ այս մարդիկ այսքան խաղաղ են։ Երբ որ գալիս է մտնում սեղանի տակ, որ ծածկոց իրեն ծածկի չտեսնեն, ամուսինը մի պահ մտնում է տուն։ Երբ որ անցնում էր, ասում է թևը կպավ, ծաղկաման ընկավ, կոտրվեց։ Երբ որ կինը վազելով եկավ, ասում է սիրելիս կներես, ձեռքս կպավ, կոտրեցի։ Կինն ասում է չէ, սիրելիս, դու ինձ կներես, ես էի ծաղկամանը սեղանի եզրին սխալ դել դրա համար։ Եվ իրար գրկախառնվեցին անցավ, եւ մարդը հասկանում է, որ մեկ բան էր կարևոր։ Մենք իրար չլսեցինք մեր տան մեջ։ Երբ որ գնում է, ասում է ինչ տեսար, ասում է մի բան հասկացա, այդ տան մեջ բոլորը մեղավոր էին, իսկ մեր տան մեջ բոլորը ճիշտ են։ Բոլորը մեղավոր էին այն տան մեջ, բայց մեղավոր են սիրո հարաբերության մեջ, որ ամեն մեկը ձգտում էր իր սիրելին ցավ չպատճառեր։ Մենք փորձում ենք այս աշխարհի մեջ բոլորս ճիշտ լինել, լավ անել, բայց ոչ երբեք մեր սխալը ընկալելու հասկանալ։ Եվ եթե չապաշխարենք, ուրեմն բոլորս էլ պիտի կորստյան մատնենք։ Բայց Տիրոջ ցանկությունը սա չէ, սիրելիներ։ Տերը երբեք չի ցանկանում մարդու մահը։ Տերը երբեք չի ցանկանում մեղավոր մարդու կորուստը։ Ամենավերջին սրիկան, ամենավերջին պիղծ մարդը իրավունք ունի ապաշխարելու եւ փրկվելու։ Եթե սա է Տիրոջ կամքը, մենք իրավունք չունենք որևէ մեղավորի մեր կյանքից դուրս շպրտելու կամ արամարելու։ Եթե որևէ մեկը սխալվել է մեր հանդեպ, հատկապես մեզ ցավ է պատճառել, մենք էլ այդպիսի ցավեր բազում անգամներ Տիրոջն ենք հասցրել այդ ցավը։ Բայց Տերը մեզ ներել է եւ առիթ է տվել մեզ նորից գործելու։ Երբ Պետրոս Արաքյալը մոտեցավ Հիսուսին, ասեց. Տեր, քանի անգամ պետք է եղբորս ներեմ։ Ասում է օրենքի մեջ գրված է 7 անգամ։ Հիսուս ասում է, իսկ դու արա 70 անգամ 7, այսինքն մեկ օրվա մեջ 490 անգամ պիտի ներես։ Ուզում է ասել, որ ները սահման չունի, հաշվարկով չէ, 10 անգամ ներեցի, վերջ այլևս չեմ ներելու։ Բոլոր մարդիկ ինձանից սկսած մեղքեր ենք գործում, գործելու ենք մինչև մեր մահվան ժամը, տեսանելի կամ անտեսանելի, գիտակցաբար կամ անգիտակցաբար։ Բայց շատ կարևոր է, որ մեկս մյուսի ոչ թե մեղքերը տեսնենք ու դատենք, այլ մեկս մյուսի առավելությունները տեսնենք ու գնահատենք։ Գիտեք հрьяաներն ինչ են անում։ Երբ որ երեխան երկուս է ստանում, մերպես չեն պատժում, թե այս ինչ արեցիր, քեզով թույլ տվեց երկուս է ստացել։ Հակառակն ասում են, ապրես տես արդեն երկուսի կարողանում ես գրել։ Ոգևորում են մարդուն։
Երբեք կարմիրով նշումներ չեն անում տետրի մեջ, հակառակը կանաչով են անում, որ տես լավ է, գեղեցիկ է, փորձիր նորից։ Սա էլ մտածողության հարց է, սիրելիներ, թե մենք ինչպես ենք վերաբերում նաև մեղավոր մարդուն եւ նաև մեզ ինքներս մեզ, ոնց ենք մենք տեսնում Աստծո առջև։ Ուրեմն Տերը հրավիրում է մեզ այս ապաշխարությանը։ Այսօր որոշում կայացնելորն է։ Որոշեք այսօր։ Որոշեք, որ դուք վաղը այսօրվա մարդը չեք լինելու։ Որոշեք, որ դուք վաղը ավելի լավը պիտեք, քան այսօր եք։ Որոշեք, որ Տերը ավելի կարևոր է ձեր կյանքի մեջ, քան մնացած ամեն բան այս աշխարհի մեջ։ Որոշեք, որ ձեր հոգին ավելի կարևոր է, քան այս ժամանակավոր մարմինը, որ մեր հոգու ուղակի տեսանելի պատյանն է։ Եվ վերջապես որոշեք, որ Աստծո սերը ավելի կարևոր է, քան այս աշխարհի առաջարկած գայթակղություններն ու մեղքերը։ Թող Տեր օրհնի բոլորիս, իր խաղաղության ու սիրո մեջ պահի, որպեսզի մեր ապաշխարության ճանապարհին երբեք չերկմտենք, չկասկածենք, չծուլանանք, ամենագլխավորը, չթերանանք մեր պարտականությունների մեջ, այլ քաջությամբ ամեն բան տանելու, կրելու եւ Տիրոջը հասնելով ասելու. «Փառք քեզ Տեր, ամեն ինչի համար փառք քեզ»։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։